Այն ազգը, որը չի հիշում իր պատմությունը, վտանգում է իր հետագա գոյությունը։ Բարև ձեզ, եթերում պատմության դասերն են։ Հայաստանի հետ ճանապարհ ընկած շատ ազգեր հիմա արդեն չկան։ Մենք պետականություն ենք։ Բայց թուլանալ պետք չէ, պատմությունը կրկնվում է։ Եվ մեր գերխնդիրը այդ պետականությունը պահպանելն է, ու սա է նաև մեր հաղորդաշարի նպատակը։ Մեր քննարկումների ու վերլուծությունների միջոցով մարդկանց հնարավորություն տալ ի վերջո հասկանալ պատմական ճշմարտությունները, դուրս բերել սխալները եւ գտնել դրանք լուծելու, դրանք ել չկրկնելու տարբերակներն ու ուղիները։ Մեր հյուրերի հետ մենք ամեն թողարկման ժամանակ կոնկրետ պատմական իրողության օրինակներով քննարկելու ենք այդ դասերը, համանմանություններն են գտնելու մեր օրերի հետ եւ ինչպես արդեն ասացի, վերլուծելու ենք նաեւ այդ խնդիրները լուծելու տարբերակները մեր ժամանակների համար։ Թույլ տվեք ներկայացնել մեր հյուրերին եւ այսօրվա թեման։ Այսօրվա թեման կոչել ենք «Երբ ենք մենք հաղթում»։ Եվ ներկայացնեմ մեր հյուրերին Մանվել Եղիազարյան, Արաբո ջոկատի հրամանատար, Մհեր Հակոբյան, ռազմական պատմության փորձագետ, Մհեր Հովհաննիսյան, պատմական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, Արտաշես Շահբազյան, Հոիդա, Մամլո դիվանի պատասխանատու։ Եվ այսպես, պարոնայք, ինչպես արդեն ասացի, այսօրվա մեր հաղորդումը կոչել ենք «Երբ ենք մենք հաղթում»։ Պատմական ամենավառ օրինակներից մեկն ենք քննարկման նյութ որպես ընտրել մայիսյան հերոսամարտերը։ 18-20 թվականներ, մայիսյան հերոսամարտեր, առաջին հանրապետության ստեղծում, առաջին հանրապետությունից դեպի խորհրդային Հայաստանի անցում։ Մենք պիտի վերլուծենք այդ տարիների հաղթանակներին հասնելու տարբերակները, ինչպես դա մեզ հաջողվեց, ինչպես նաև խոսենք այն մասին, թե ինչպես կորցրեցինք ձեռք բերած պետականությունը, ինչպես նաև մենք զուգահեռներ կանցկացնենք արդեն մեր օրերի հետ Արցախյան առաջին պատերազմ եւ Արցախյան վերջին պատերազմ ապրիլյան քարորյան։ Նախքան մեր քննարկումը սկսելը ձեր ուշադրությունն եմ հրավիրում մոնիտորին, մենք այստեղ կներկայացնենք այն, ինչ մայիսյան հերոսամարտերի ու առաջին հանրապետության ստեղծման տարիների մասին ասում է դասական պատմագրությունը, խնդրեմ։ Երբ մենք հաղթում ենք։ 20-րդ դարը հայերի համար սկսվեց մի հատվածի բնաջնջմամբ ու մյուս հատվածում վերածննդով։ Երկար տարիներ անց հնարավորություն ստեղծվեց կայացնել հաղթանակ ու զգալ դրա գինը։ Փայլուն դաս, երբ են հաղթում հայերը։ Սարդարապետը, Բաշապարանը, Ղարաքիլիսան հայ ժողովրդի աննկուն կամքի, իր անկախության, ապրելու համար մինչև վերջ պայքարելու լավագույն օրինակներն են։ 1918 թվականի մայիսի 21-ին թուրքական զորքերը գրավեցին Սարդարապատ գյուղը եւ կայարանը։ Հիմա էլ Արարատյան դաշտի հայ բնակչությունը կանգնեց ֆիզիկական բնաջնջման վտանգի առաջ։ Երևանում խառնաշփոթ էր։ Ժողովրդի եւ հայրենիքի ճակատագրի պատասխանատվությունը իր վրա վերցրեց Երևանի ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանը։ Սարդարապատում գտնվող հայկական զորքերը ապահովեցին զինամթերքով, սննդով, ջրով։ Ճակատամարտի ծրագիր մշակեցին գեներալ Մովսես Սիլիկյանն ու շտաբի պետ Ալեքսանդր Վեքիլյանը։ Սարդարապատի խմբավորման հրամանատարն էր գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանը։ 1918 թվականի մայիսի 22-ին հայկական զորքերն անցան հակահարձակման։ Թեժ մարտերից հետո գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ գործող զորքերը հետ գրավեցին Սարդարապատը։ Թուրքերը խուճապահար եւ մեծ կորուստներ կրելով նահանջեցին 15-ից 20 կիլոմետր։ Սակայն օգտվելով այն հանգամանքից, որ հայկական զորքերը իրենց չեն հետապնդում, ամրացան Արաքս կայարանի մոտ։ Հաջորդ օրերին մայիսի 22-ից 26-ը Սարդարապատի մոտ թուրքերը կորցրին 3500 մարդ։ Նույն ընթացքում թուրքական հրամանատարությունը իր 9-րդ դիվիզիան շարժեց Բաշապարան, որ Սարդարապատում կրվող հայկական զորամասերին թիկունքից հարվածի։ Հայկական զորքի հրամանատարությունը ճիշտ որոշելով թուրքական հարվածի ուղղությունը, Բաշապարան ուղարկեց 6000-անոց մի զորամաս Տրոյի հրամանատարությամբ։ Մայիսի 24-ին հայկական զորամասը ծանր մարտերից հետո կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը։ Գրևների ընթացքում թուրքական զորքերը ջախջախվեցին եւ հետ շպրտվեցին Բաշապարանից։ Սարդարապատի եւ Բաշապարանի հաջողությունները ոգեշնչեցին Ղարաքիլիսայում եւ Դիլիջանում գտնվող հայկական զորամասերին։ Մայիսի 26-ին հակահարձակման անցան Ղարաքիլիսայի մոտ կենտրոնացած հայկական զորքերը։ Նրանք շրջացեցին թուրքական զորքերին աջ-թևում եւ ստիպեցին նահանջել։ Ու թեև թուրքերը համալրում ստացան եւ ծանր արյունալի կռիվներից հետո մայիսի 30-ին գրավեցին Ղարաքիլիսան, գնդապետներ Բեյմա Միկոնյանի եւ Ղորղանյանի հրամանատարության ներքո գտնվող զորքերը կարողացան ճեղքել պաշարումը եւ հեռանալ դեպի Դիլիջան։ Կռվում էր կանոնավոր բանակը, զորքը, բայց ամենակարևորը նրանց հետ կողք կողքի կռվում էին բազմաթիվ աշխարհազորայիններ։
Համախմբվել էին զինվորականն ու շինականը, կապ չուներ ոչ տարիք, ոչ մասնագիտություն։ Կռվին էին միացել ազգային փոքրամասնությունները։ Հայերին օգնում էր Ջահանգիր աղայի հրամանատարությամբ գործող եզդիների 1500 հոգանոց աշխարհազորային ջոկատը։ Համընդհանուր պայքարը հանուն կյանքի ու ապրելու իրավունքի բացառիկ մի դրսևորում էր, որը օգնեց հաղթել։ Ավելին, Վրաստանն ու Ադրբեջանը անկախություն հռչակեցին եւ հայ ժողովուրդը միայնակ մնաց։ Երբ պարզ դարձավ, որ այլընտրանքը սեփական ուժերին ապավինելն է, մայիսի 28-ին հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարեց հայկական գավառների միակ եւ գերագույն իշխանություն։ Հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Երբ Արցախում պատերազմը սկսվեց, պարոն Եղիազարյան, դուք մտածում էիք օրինակ վերցնել նախկին հաղթանակները, թե դա ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։ Գիտեք ինչ կա, ես փոքրիկ անդրադարձ եմ ուզում դեպի Սարդարաբադի հերոսամարտը եւ ուզում եմ նշել, որ այդպիսի ժամանակ ես ապրել եմ, երբ եղել է անարխիա, չի եղել ղեկավարություն, չի եղել պետականություն, ինչպես Սարդարաբադի կռվներից առաջ էր, այդպես էլ Արցախյան օրերին էր, ատոեր ես ապրել եմ եւ ես վստահացնում եմ, դա իմ կարծիքն է իհարկե, որ Սարդարաբադում հաղթել է մեր գենի ցավը, մեր գենը ցավ է ապրել, տարիներ շարունակ, 93 թվականի ջարդ, եղերն, մորթ, մարդկանց սպանել են, աշկերի արած սպանել են, այդ զինվորը գիտակցել է մի բան, նրա գենն է զգացել, այդ ցավը դրա համար ինքը նետել է մարտադաշտ, իհարկե, ես չեմ ուզում հրամանատարների, ղեկավարների, կազմակերպիչների արածը վարկաբեկեմ կամ ցածրացնեմ, բայց ես նորից եմ ասում, երբ որ հայ աղջիկը ոտքով Երևանից ջուր է տանում դեպի Սարդարաբադ, նրա գենն է խոսում, հասկանում եք, նույնիվել եւ Արցախյան կռվի ժամանակ եղավ, մենք այդ ցավը զգում էինք, օրինակ ես մանկուց մտածում էի գիրք էի կարդում, մտածում եմ ինչպես կարելի է միլիոնոկես մարդկանց կոտորել, ինչպես կարելի է մուտել, բայց տղամարդն ուր եղել, հայ տղամարդը որտեղ էր, ու ես երազում էի, որ մի օր հանկարծ Աստված արից ստեղծի, ես կարողանամ ինձ ցույց տամ մարտադաշտում, իհարկե ես մասին մեծ կարծիքի չեմ եղել, բայց դեպքերը ցույց տվեցին, որ մեր միակ դժբախտությունը մեր կազմակերպված, մեր միասնական չլինելն է։ Այսօր մենք ինչ ենք աղմկում, ինչ ենք ուզում միասնական լինել, ոչ թե կռվի դաշտում, խաղաղ ժամանակել։ Եթե մենք միասնական չլինենք, ոչինչ չենք հասնելու։ Այսօր աշխարհը եռում է մեծ կաթսայի նման, վաղը ինչ կլինի, ոչ մեկ չի կարող ասել։ Ով էր հավատում, որ Ադոլֆ Հիտլերը կարող էր հրահարել պատերազմ եւ գրավել Եվրոպան 50 տարի առաջ։ Ինչի 50 տարի հետո կամ 60 տարի հետո նույնը կարող չկրկնվել։ Ով է այդպեսի երաշխիք տալիս մեզ։ Դրա համար այ Արցախի կռվի ժամանակ մենք նորից հաղթեցինք։ Ինչի համար, երբ որ այն հայը, որը կանաչի էր ծախում Ռոստովում, Արցախյան պատերազմի քարոզներ տանում։ Վերջին նմուշը մի բան էլ ասեմ, մենք Մարտունաշեն գյուղն էինք պաշտպանում 90-ական թվականներին, հանկարծ հայտնվեցին երկու կին։ Եվ բերել են 6 տուփ սիգարետ, կոսմոս, շատ լավ հիշում եմ, 3 հատ էլ գուլպա։ Եվ մենք ապշահար ենք, այդ ինչի եք բերել, ինչ որ միություններ, ինչ էր, բայց մենք ասում ենք, սրանով կարող ենք օգնել ձեզ։ Դուք գիտեք մենք ինչ ենք զգում։ Մենք անգամ ամուր ենք բռնում ավտոմատը, որ ոչ մի ազգեր չէր կարող անցնել, որտեղ մենք պատասխանատվություն ենք զգում։ Դա հայինիքի ազգի միասնությունն է, երբ հոգևորականը սուրբ Գևորգ կաթողիկոսը, երբ որ հայ աղջիկը, երբ որ եզդիները, որոնք պակաս ջարդ չկերան, թուրքերի կողմից նրանց էլ լավ ջարդեցին, այո, նրանք բոլորը հասկացանք մենք, որ մենք նահանջելու տեղ չունենք։ Իսկ եթե մի մարդ, ամենաթույլ մարդն անգամ, եթե ցանկանում է իր կյանքի գնով վրեժխնդիր լինի, նա ամենաուժեղին կհաղթի։ Ես այդպիսի կարծիքին եմ։ Անհնարինը հնարավոր, պարոն Հովհաննիսյան, այ մոտավորապես այսպիսի մի բան եմ մտածում, երբ նորից վերլուծում եմ Մայիսյան թե հերոսամարտերը, թե առաջին հանրապետության ստեղծումը, ինչպես դա հաջողվեց։ Նախ ասեմ, որ անհնարինի հարց չկար, կար ճիշտ հաշվարկ, որովհետև եթե դուք ուշադրություն դարձնեք այն ռազմական օպերացիայի մշակման պլաններին եւ նաեւ զուգահեռաբար հաշվի առնեք թուրքական բանակի մոտեցումները, որոնք բացարձակապես ուշադրություն չէին դարձնում դիմացի կանգնած հայկական բանակի պոտենցիալ հնարավորությունների վրա, այս երկու համադրումները մեզ առիթ տվեցին, հնարավորություն տվեցին իսկապես հաղթանակի գալ։ Ավելին ասեմ, այստեղ շատ կարևոր էր այն հանգամանքը, որ թիկունքում բավականին լուրջ աշխատանք տարվեց, սա մենք չպետք է անտեսենք, որովհետև ըստ էության խնդիր էր դրված եւ մեր պատմության մեջ առաջի դեպքը չէ, որ սա ցավում եմ ցանկանում նշեմ, որ մենք դանակը ոսկորի հասնելու այդ ծայրամասային հատվածում ենք սկսում գիտակցել եւ մինչեւ վերջ գնալ։ Այդ
հատվածներ արդեն մեզանում հասել եւ իսկապես դա տվեց իր արդյունքը, ինչպես որ միշտ է տվել գրեթե բոլոր այն պատմական պահերին, երբ որ մենք մեր ազգը իսկապես կանգնել է եւ ձեր ասած անհնարինի մակարդակում հաջողության հասել։ Ասում են պատմագետները տարբեր պատմական գրականության մեջ հենց այդպես էլ նշվում է հայկական զորքը ի սկզբանե փախչում էր, թիկունքը այդքան էլ պատրաստ չէր սատարելու զորքին։ Արամ Մանուկյանը, որ դիկտատոր էր նշանակված, բավականին լուրջ աշխատանք կատարեց նաև այստեղ։ Սա առավել անհատների պայքարի միջոցով եկած հաջողություն էր, թե այնուամենայնիվ անհատների միջոցով համախմբված ժողովրդի, պարոն Շահբազյան։ Դուք լավ հարց տվեցիք, առիթ ընձեռելով, որպեսզի ես իսկապես դրան պատասխան տամ։ Մեզ մոտ անկախությունից հետո այդ տեսակ մի մտայնություն է ձևավորվել։ Մենք անհատներին պատմական, կտրում ենք պատմական միջավայրից, պատմական այդ իրականությունից եւ այսպես դարձնում ենք առանձին հերոսներ, Արամ Մանուկյան, Նժդե, Անդրանիկ եւ այլն, եւ մենք անում ենք պատմական լուրջ սխալ այդտեղ։ Ինչ է կատարվել, այս մարդիկ մենակ չեն եղել երբեք եւ եթե չլներ այդ միջավայրը, եթե չլներ իրենց, չգիտեմ, զինակիցները, գործակիցները, զորքը եւ այլն, իհարկե չէր լինի այն ամենը, ինչ որ կատարվել է։ Հետեւյալը տեղի ունեցավ դեկտեմբեր ամսին 17 թվականի Արամ Մանուկյանին ազգային խորհուրդը հայոց գործուղեց Երևան եւ իմ կարծիքով արեց ամենալավ ընտրությունը, որ կարելի էր անել։ Երևի նկատի ունենալով նաեւ որ հենց այդ պետական կառույցներ ստեղծելու փորձառությունը Արամ Մանուկյանը ուներ, որտեղ նա 15 թվականին էլ երբ որ հասավ Վան, անմիջապես այնտեղ սկսեց ձևավորել ըստ էության պետականության կառույցներ։ Եվ այստեղ էլ ինչ էր կատարվել, խորհրդային ներողություն, ցարական Ռուսաստանի կայսրության փլուզումից հետո երբ որ զորքերն էլ հետ էին քաշվել, այսինքն այդ համակարգը քանդվել էր, Հայաստանում քաոսի վիճակ էր, Ռուսաստանը հեղափոխության մեջ էր, այնտեղ իհարկե իշխանափոխություն եղավ եւ այլ, այստեղ քաոս էր։ Արամը եկավ եւ այդ 6 ամիսը մենք շատ պիտի գնահատենք այն աշխատանքը, որ արվեց։ Եվ իհարկե իրեն զինակից ունենալով դրոյին, որը նաեւ մեծ գործ արեց այդտեղ ներքին կայունություն ստեղծելու թուրք, թաթարական այդ խժդժությունների բանի դեմը առնելու համար։ Շատ կարևոր էր ինչ որ տեղի ունեցավ Սարդարապատում, բայց Սարդարապատը նախապատրաստվեց, ինչպես որ Ղարաքիլիսան ու Բաշապարանը, ինչպես նախապատրաստվեց առաջինը կազմակերպորեն եւ երկրորդ այդ ոգին ներշնչելով եւ հավատը, որ մենք ունակ ենք հաղթելու, այսինքն այդ 6 ամսվա տքնաջան աշխատանքը ստեղծեց, այո, որովհետև ի սկզբանե խնդիրը այդպես դրվեց, ինչը որ ասում էր Արամը եւ ոչ միայն Արամը, որ մենք միայնակ ենք եւ մենք պիտի կարողանանք մեր խնդիրները լուծել։ Այսինքն մենք հաղթում ենք այն ժամանակ, երբ հույսներս դնում ենք միայն մեր վրա, երբ ինքնակազմակերպվում ենք եւ կարողանում ենք համախմբված ուժերով առաջ գնալ։ Հավատ ներշնչել մեր հաղթանակների նկատմամբ։ Մենք այստեղ խոսեցինք, տեսանյութում էլ կար այն պլանի մասին ռազմական, որ մշակվեց։ Ասում են դա ռազմական պատմության իմաստով փառահեղ պլան էր, որն էր դրա եզակիությունը։ Հարգելի Դիան, նախ թույլ տվեք մի պահ հետ վերադառնալ եւ անդրադառնալ հայկական բանակի նահանջի, այլ ոչ թե փախուստին, որը տեղի ունեցավ Էրզրումից։ Եկեք մի պահ հետ գնանք եւ հիշենք, թե ինչ էր կատարվում այն ժամանակ։ 17 թվական քայքայվում է ռուսական ճակատը։ Այն ճակատը մի քանի 100 կիլոմետր ձգվածությամբ, որ պահպանում է ռուսական ավելի քան 100,000-ից բանակը, ըստ էության մնաց հայկական մի քանի կամավորական խմբերի վրա, ֆիդայական խմբերի վրա, որոնք լավագույն դեպքում կազմում էին նախկին ճակատը պահող ուժերի մոտ 10%-ը։ Այսինքն զուտ ֆիզիկապես ժամանակի օպերատիվ կանոնների պահպանմամբ հայկական բանակը չէր կարող պահպանել դիրքերը։ Ինքը ուղղակի կթևանցվեր, հայկական բանակը կընկներ շրջապատման պարկերի մեջ եւ կկոտորվեր։ Այսինքն այստեղ այն ինչ որ սովետական պատմագրության ժամանակ է ներկայացվել, այո, եղել է նահանջ, բայց չի եղել փախուստ։ Դեռևս Էրզրում կար արդեն ոգի։ Եկեք հիշենք մեր Թորգոմին, օրինակ, որ ուղղակի չէր ուզում Էրզրումից նահանջել եւ ամենավերջին պահին իր հեծյալ գնդով դուրս եկավ քաղաքի եւ դժբախտաբար ընկավ շրջապատման մեջ եւ զոհվեց։ Սա այն Թորգոմն էր, որը
դեռևս Բալկանյան պատերազմում էր աչքի ընկել, որ իրոք նվիրյալ մի մարտիկ էր եւ ինքը ուղակի ուզեց անձով փոխել։ Սա մի կողմ, այսինքն եկեք այս հայկական բանակը փախչում էր տերմինին հրաժեշտ տանք, նահանջում էր։ Սա մարտավարական խնդիր է, նահանջը, պատերազմը միայն հարձակում չէ, պատերազմը նաև նահանջ է, սա մեկ։ Երկրորդ կարևոր դիտարկումը, որ կուզենայի անել, ինչն է հայի հաղթանակի գաղտնիք, այդ թվում նաև մայիսյան հերոսամարտերում։ Եկեք չմոռանանք, որ երբ որ ռուսական բանակը հեռացավ, իր զենք զինամթերքի հիմնական մասը թողեց տեղի հայրեն։ Կարողացան դաշնակցությունը կարողացավ, տեղի այլ ուժեր կարողացան այս կամ այն կերպ, բայց այդ զինամթերքը մնաց։ Եվ բարեբախտաբար հայկական ուժերը թեև քանակապես զիջում էին, բայց իրենց զինատեսակների առումով, իրենց հարվածային ուժով բարեբախտաբար բավականին լուրջ ուժ էին ներկայացնում։ Եվս մեկ կարևոր դիտարկում։ Ուրեմն, երբ որ թուրքական զորքերը առաջացան այդ մի քանի 100 կիլոմետրանոց ճակատով, երբ որ իրանք մոտեցան Արաքս գետին, Մասիսից հյուսիս ընկած մինչև Վրաստան այդ հատվածին, ըստ էության իրենց ճակատը նեղացավ։ Այսինքն ուժերի այն առավելությունը, որ իրանք թույլ էր տալի մշտապես շրջանցել, թևանցել եւ ստիպել մեզ կամ մնաց շրջապատման մեջ կամ նահանջել, սեղմվեց, վերացավ մեծապես։ Այսինքն ճակատը սեղմվեց եւ մենք ավելի հաջող բարենպաստ պայմաններ ստեղծեցին։ Այո, սա իր հերթին։ Այո, ես ուզում եմ ուղղակի ռազմական որոշակի նյուանսների վրա ուշադրություն դարձնենք, որովհետեւ ոգու մասին կարելի է երկար խոսել, բայց ոգին պետք է նաեւ գրագետ զինվորական արվեստով։ Եվ վերջին դիտարկումը, որ կուզեի անել, եկեք չմոռանանք, սա միայն արևելահայության զորքերը չէին, Սարդարապատի հարվածային բռունցքի մեջ կային մշո հարվածային գումարտակը, կային ֆիդայական խմբեր, կային թրծված մարդիկ, որոնք գենոցիդ էին տեսել, եղերն էին տեսել, կորցրել էին իրենց ընտանիքը, որոնք մի քանի տարվա մարտական փորձով կռով հասել էին Արարատյան դաշտ, այսինքն թրծված ռազմիկներ են եւ ի վերջո եկեք չմոռանանք, որ թուրքական ըստ էության ռազմական մեքենան եկել էր հասել էր հայկական հայ ժողովրդի այն հատվածին, որը դրանից 10 տարի առաջ թրծվել էր հայ-թաթարական ընդհարումներում եւ պատահական չէ որ Սարդարապատում հենց Արցախի մահապարտների գունդը շատ կարեւոր դեր ունեցավ եւ այս առումով իհարկե դաշնակցության դերը մեծ է, որը 1904-5-6 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ժողովրդին ոգի տվեց, մարտական փորձ տվեց, զենք զինամթերքի խնդիր լուծեց։ Այս խնդիրների համակցությունը բնականաբար իր ժամանակի ռազմաքաղաքական եւ հոգեորոշ ղեկավարության հստակ դիրքորոշումը միայն կաթողիկոսի խոսքը, որ ասում է ես Էջմիածինից չեմ հեռանա, եթե իմ ժողովուրդը գտնում է, որ ես պետք է այստեղ մնամ եւ ընկնեմ թուրքի սրից, թող դա այդպես լինի։ Սա ես կհամարեմ մեր 1700-ամյա քրիստոնյա պատմության մեջ հայ կաթողիկոսների ամենագեղեցիկ արարքներից մեկը։ Թուրքական բանակի ռազմական պլանը հասկանալի է, հայտնի է 3 հարվածով դուրս գալ Թբիլիսի, Թիֆլիս, Բաքու, Երևան։ Երևանյան ուղղությամբ բացարձակ անհաջողությամբ վերջացավ թուրքական գրոհը։ Այն ուղղություններով առանձին հարց է, որը այս բան երևի չենք քննարկի։ Այնուամենայնիվ, պարոն Հովհաննիսյան, տեսեք, մենք հաղթեցինք, այո, պատերազմում, այդ հերոսամարտերում հաղթեցինք մայիսյան, ունեցանք առաջին հանրապետություն, բայց Բաթումի պայմանագիրը ստորագրվեց, առաջին հանրապետությունը ճանաչվեց 12,000 քառակուսի կիլոմետրով միայն, հետո հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ մենք կորցրեցինք թե այդ հաղթանակներից հետո ձեռք բերված պետականությունը, թե ընդհանրապես մեզ կորցրինք խոշոր իմաստով, ինչու է այդպես ստացվում, մենք հաղթում ենք, բայց չենք կարողանում պահպանել մեր հաղթանակները։ 20 թվականին նույն թուրքական բանակն էր եւ շատ ավելի կազմակերպված հայկական բանակ էր կանգնած նրա դիմաց եւ շատ ավելի լավ զինված իրականում, որտեղ այդքան էլ համաձայն չեմ, որ ռուսական բանակը նահանջելուց այդ ամբողջ զենք ու զինամթերքը մեզ էր թողում, ու թե մեզ այդպես բախտ լիներ, այդ զենք զինամթերքի մեծ մասը թուրքական կողմի աջակցությամբ գնվում էր տեղի թաթարների կողմից եւ ծառայեցվում էր Գանջայում ձևավորվող իսլամական բանակի համար։ Հայտին դեպքեր կան, թե ինչպես են ժամանակին նույնիսկ ռուս զինվորներին զինատափել եւ կոտորել։ Այստեղ կարեւոր է ընդգծել, որ ճիշտ հավասարակշռության խնդիր ունենք անհատի գործնեության եւ բանակի։ Ես կարծում եմ, որ առանց մեկը մյուսի մենք ուղղակի չպետք է ունենայինք այդ հաղթանակը, որովհետեւ ցավոք սրտի 20 թվականին մենք չունեցանք ուժեղ բանակի կողքին ճիշտ դիվանագիտական աշխատանք, որը պետք է տարվեր կամ քայլեր պետք է արվեր 19 թվականից։ Այսինքն մենք ունեցանք քաղաքական կողմնորոշման խնդիր, ինչպես որ մի քանի տարի առաջ մեր առաջ կանգնած էր Եվրոպա թե Ռուսաստան, կապ չունի այդ Ռուսաստանը ինչ գույնի է, եւ
այդ քաղաքական կողմնորոշման, արտաքին քաղաքական կողմնորոշման, այսպես ասած, դիրքորոշողները դաշնակցության մեջ 1919 թվականին ցավոք սրտի կորուստ ունեցանք, երկու մեծ կորուստ, դա Ռոստոմի եւ Արամ Մանուկյանի մահն էր, որոնք ըստ էության որոշում էին կուսակցության մեծ իմաստությամբ կուսակցության արտաքին քաղաքականության ուղենիշը դեպի Ռուսաստան։ Եվ դա արվում էր 1916 թվականից սկսած բանակցությունների, ապա 17-ից 18 ավելի խորացված ու արդյունքում հայկական բանակը դիվանագիտական դաշտում որոշակի առումով հանգիստ էր։ Իսկ 20 թվականին, եթե հիշենք Ռուբեն Տերմինասյանի հուշերը, որը որ պատմում էր, որ Ռուբեն Տերմինասյանն էր կարծեմ ասել, որ հայկական բանակը բարոյալքված է 20 թվականների համար։ Ինչ նկատի ունենք բարոյալքած, որովհետև երբ որ նա իր հուշերում շատ հստակ նկարագրում է, ասում է, փորձելով պատասխանել ինչու մենք պարտվեցինք 20-ի պատերազմի մեջ, նա ասում է, գիտեք, ասում է, երբ որ հայ զինվորը տեսնում էր իր դարավոր թշնամուն եւ դարավոր բարեկամի շինելով ու գալիս է իր վրա, հա նկատի ունենալով խորհրդային Ռուսաստանի կողմից տրված զենքը հնարավորությունները, սպաները, որոնք մասնակցում էին ավելին հայ զինվորների մեջ եղած պրոպագանդիստները, համայնավարներ, որոնք որ ասում են, որ սա այն թուրքը չէ, արդեն մեր եղբայրական Ռուսաստանի հետ հարցը լուծել ենք, ըստ էության այդ բանակը արդեն զինաթափվում էր, որտեղ ինքը չէր գիտակցում ինչու պետք է կրակի արդեն դրա վրա։ Այստեղ խնդիրը շատ դեպքերում մենք փնտրել ենք մեղադրելով Ռուսաստանին, բայց նորից եմ ասում, մենք բավականին լուրջ բացթողում ունեցանք 19 թվականից հետո, երբ որ թույլ տվեցինք, որպեսզի տարածաշրջանում Ռուսաստանի հետ բանակցությունների առաջամարտիկ դառնան այսպես կոչված ադրբեջանական պետությունը եւ նրա նոր ձևավորվող քեմալական Թուրքիան, որոնք ըստ էության ապրիլի վերջին արդեն կարողացան Կարմիր դրոշակակիրի համար առաջին դեմք դարձնել Ադրբեջանին, ապա որպես օրինակ ցույց տալով, որ նույն տրամաբանությամբ էլ Ռուսաստանի համար կբերեն Հայաստանը, Վրաստանը, սկսեցին Արցախից։ Իսկ հակառակ պարագան եւս կարելի էր դիտարկել, իսկ ցավոք սրտի վերջի этаպում, հա, Սիմոն Վրացյանը նշանակվեց շատ կարճ ժամանակում վարչապետ, զուտ նրա համար, որպեսզի իշխանությունը փոխանցի բոլշևիկներին։ Մենք խոսեցինք այն ժամանակվա դիվանագիտական ու քաղաքական ղեկավարության մասին։ Պարոն Շահբազյան, սովորաբար շատ պատմաբաններ, փորձագետներ այս տարիների մասին ու մասնավորապես առաջին հանրապետության կորստի մեջ մեղադրում են դաշնակցությանը։ Արդեն անցել է գրեթե 100 տարի եւ ավելի, ինչպես է դաշնակցությունը սրան վերաբերում, որքան էր մեղքը ղեկավարության, որ դաշնակցական ղեկավարության, որ այդ հաղթանակը չպահպանվեց։ Հսկա ռուսական կայսրությունը, ինչպես պարոն Հովհաննիսյանը նաև նշեց, ետ վերադարձավ։ Սա եղավ մյուս կողմից թուրքական արշավանքը 20 թվականի եւ այսպես իրար հետ մեծ շահերի մեջ երկու տերություն, իհարկե գլխավոր խոսքը պատկանում է Ռուսաստանին, որոշեցին հայ ժողովրդի ճակատագիրը։ Այդտեղ հայությունը առավելագույն փորձեց պահպանել, ես նաև այստեղ մի ավելացում ունեմ, պարզապես հավելելով այդ պատմական այդ ժամանակահատվածին, դաշնակցությունը այդպիսի ճիգ արեց, գիտեք ինչ, ժամանակի հեռվից հեշտ է տեսնել, որ Ռուսաստանը պիտի գար ու հաստատել ռուսական կայսրությունը։ Այն ժամանակ ասում էր պետք է ավելի շուտ Ռուսաստանին այդ հնարավորությունը բայց ազդեցությունները շատ էին։ Դաշնակցությունը մեկ կողմից աշխատում էր արևմուտքի հետ եւ մյուս կողմից Շահումյանի միջոցով բանակցում էր նաև Լենինի հետ։ Այսինքն կար նաև այդ բանակցությունները եւ իմիջայլոց Անդրկովկասում Հայաստանը միակ հանրապետությունն էր, որը չէր հալածում բոլշևիկներին։ Գուցե սա էլ իսկապես սխալ եղավ մեզ համար, որովհետեւ ներքին բան ունեցանք, ներքին թշնամի ունեցանք իսկապես։ Դա եւս մեկ դաս ներողություն, որ իսկապես այդ տեսակ պատմական ճակատագրական պահերի իսկապես ներսից չի կարելի ճակատ քանդել եւ չի կարելի փորձել հեղափոխություններ անել եւ այլն։ Երկու ճակատով էին աշխատում։ Պետք էր ավելի շուտ Ռուսաստանին այդ հնարավորություն տալ, չկորցնել Ղարաբաղը։ Աշխարհում քչերն էին հավատում, որ բոլշևիկները կպահեն իրենց իշխանությունը։ Որոշ ժամանակ նաև այդպիսի վիճակ էր։ 20 թվին արդեն շատ 20 թիվը ուրիշ էր, բայց 10-19 թվականներին մենոնք նաև Դենիկինի հետ էին աշխատում այդ հյուսային Ռուսաստանի հարավում նստած, այսինքն այսպես տարբեր ճակատներով
փորձում էին տարբեր բանակցություններ վարեցին, տարբեր դաշնակիցներ փնտրեցին։ Հենց Ռուսաստանի հետ չէ որ մինչև մայիս բանակցությունները կարծես թե 20 թվականի հաջող էին ընթանում, բայց մերոնք նաև արդեն 19 թվականի վերջերից սկսում են հեռագրեր բռնել, բացահայտել եւ այլն եւ արդեն երևում է որ ռուս-թուրքական գործարք է կայանում։ Արդեն 19 թվականի վերջերից սա երևում է։ Ինչպես որ մեր աչքի առաջ մենք այսօր տեսնում ենք, հենց որ իրենք այսօր էլ հարմար այսպես եկան ինչ որ ընդհանուր եզրեր գտան, իսկ մեր շահը մեջտեղում դարձյալ ոտնահարվելու է։ Դաշնակցությունը փորձ կատարեց հասկանալու համար ինչ զարգացումներ են իրեն սպասում։ Եվ եկեք մի կարևոր բան չմոռանանք։ Մենք գործ ունենք այնպիսի գործիչների հետ, որոնց 80%-ից ավելին ընդհանրապես պետական կառավարման, արտաքին քաղաքականության որևէ փորձ չունեին։ Քաղաքական կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչների խնդիր կար, այսինքն կար մի խումբ դաշնակցականներ, որոնք իսկապես գտնում էին, որ այն հայտնի խոսքը, որ նույնիսկ ամենավատ հարևանը լավն է, քան ամենալավ բարեկամը, որը հեռվում է գտնվում, իսկապես գտնում են, որ Ռուսաստանի հետ պետք է աշխատանք տանել, ինչ գույնի էլ նա լինի, որտեղ նա օրերից մի օր իսկապես պետք է վերադառնա։ Եվ ցավով եմ արձանագրում, այդ մարդիկ, որոնք որ դոմինանտ էին կուսակցության մեջ, 19 թվականին մահացան։ Հիվանդության պատճառով մահացան եւ 19 թվականից հետո եկած այն մարդիկ, ովքեր որ իրենց փոխարինեցին, ըստ էության զոհ գնացին միջազգային քաղաքականության խոստումներին։ Ես նման մի դաս եմ քաղում այդ հերոսական եւ ողբերգական տարիներից, որ պետք է պետականաշինության խնդիրները լուծել, պետք է ունենալ հզոր պետականություն։ Եվ այն որ մեր սպաները կաշվից դուրս էին գալի 18 թվականին, բայց ասենք 20 թվականին խայտարակ ձևով հանձնվեց Կարսի ամրոցը, պետականաշինության ոլորտի բաց թողումներ են։ Եվ սա ամենամեծ եւ արժեքավոր դասն է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը փոխանցեց մեզ Հայաստանի երրորդ հանրապետությանը։ Պետք է լուծել պետականաշինության խնդիրը, պետք է ունենալ համազգային ժողովրդավար հզոր պետություն, պետք է ունենալ հստակ գործող պետական կառույցներ։ Սա է դասը։ Քաղաքական կողմնորոշումը դա անկրկնելի պատմական իրավիճակ էր, որ եկավ անցավ։ Մենք կարող ենք հավերժ վիճել կամ նույնիսկ պարզել, թե որն էր ճիշտը, բայց դա մեզ պրակտիկ օգուտ քիչ կտա։ Պրակտիկ դասը հետևյալն է՝ ունենալ հզոր ազգային պետականություն, հզոր իր բոլոր կոմպոնենտներով՝ պետականաշինական, տնտեսական, ազգային, գաղափարական եւ այլ եւ այլ եւ այլ։ Սա է դասը։ Գանք արդեն մեր օրեր, մեր պետականություն, պարոն Եղիազարյան, դուք անցաք պատերազմի բովով, Արցախյան առաջին պատերազմը 91, 94, 95 թվականներ մենք հաղթեցինք։ Ես գիտեք ինչ կասեմ, այդ թվականներին մենք ոչ թե հաղթեցինք, այլ մենք կողակյորեն ազերիներին քշեցինք։ Բարիս բունի իմաստով մենք քշեցինք, դուրս քշեցինք մեր պարտադրվեց պատերազմը։ Այո, մենք պարտավորված էինք կռվելու, հասկանում եք, երբ մենք կռվում ենք այն ժամանակ, հասկանում ենք մի բան, որ դեմ մեր դեմ կանգնած է մի մարդ, որը ոչ նամուս ունի, ոչ պատիվ, հասկանում եք, նա կարա ծննդական երեխաներին հիվանդանոցի շպրտի դուրս, նորից սպանի հայերին, դա մեզ վախեցնում էր։ Մենք կայզես վստահացնում եմ, անձամբ մենք շատ հայեր, մենք վախուց ենք կռվել, ոչ թե վախեցել ենք ազերիներից, այլ վախեցել ենք, որ մեր ժողովուրդները տանջամա կանեն, որ մեր ժողովուրդները կոչացնեն։ Նրանք մեզ պարտադրել են մենք իրենց սպանենք, թե չէ մենք մարդասպանել չենք, թեկուզ մենք մարդ չենք սպանել, մենք ոչնչացրել ենք հակառակորդին, որը եկել է պատերազմական գործողություններ, պաշտպանել ենք մեզ, մեր հայրենիքը։ Ես ասում եմ, այս դրվագում մեղավոր Ադրբեջանն է, որ ինքը պատժվեց, որովհետև նորից եմ կրկնում Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում կատարող դեպքերից հետո մենք նորից հասկացանք, որ կարող է կրկնվել այն, ինչ կոչվում է եղել։ Դրա համար իրանք իրենց դասը կերան, բայց ափսոս, որ մենք իրենց չպարտադրեցինք կապիտուլյացիա, դա մեր նոր դիվանագիտության սխալներ, մենք պետք է ոչ մի բան էլ չնայենք ու գնայինք առաջ, միջոց ճանաչեն Լեռնային Ղարաբաղը։ Կար դրա հնարավորություն։ Այո, իհարկե կար։ Թեկուզ մենք էլ ենք արդեն հյուծվել կարելի է ասել, բայց մենք նորից կարող ենք հավաքել, որ Ադրբեջանը ոչնչացել էր։ Մենք հյուծվել ենք, Ադրբեջանը ոչնչացել էր։ Ես մի հատ դեպք եմ ուզում պատմել, չեմ ուզում անուններ տալ։ 94 թվականին Օմարի մենք Լեռնացը ազատագրեցինք նորից, երկրորդական ազատագրեցինք, ուրեմն մեր տղաները 5-6 օր նայում էին դիմացի գյուղերը, դիմացի ազերական գյուղեր էր, մոտ 8-9 գյուղ, ոչ մի մարդ չկար այդ գյուղերում, բոլորը փախած էին։ Եթե մի քիչ մենք քաջություն ունենք, չէ, մեզ թույլ տային իջնել այդ գյուղերը, մենք հիմա դաշկեսաներ էին գրավել, մոտեցել էին Կիրովաբադին եւ արդեն դիվանագիտական նոր տեսք ունենար մեր Արցախը, մեր
մեր հայրենիքը, մեր դիվանագետները։ Դրա համար մենք դա չենք արել ու մի խոսքով այսինքն դաս ունենք քաղելու նաև Արցախյան առաջին պատերազմից։ Մենք հաղթեցինք, եկանք որոշակի կետի, բայց կարող ենք ավելին, որը չարվեց։ Այո, մենք կարող ենք պարտադրել հակառակորդին, որ վերջ տանք պատերազմին։ Գոնե Արցախի մասով, Արցախի, Լաչինի, Քարվաճարի մասով գոնե կարող են վերջ տալ պատերազմին։ Բայց հիմա գիտեք ինչ կա, մարդիկ երկեն իրենց արդարացնում են, ասում են մեր վրա ազդել են մեծ տերությունները, գերտերությունները, համաշխարհային քաղաքականությունը թույլ չի տվել, որ մենք թույլ տանք դուք առաջ գնաք։ Ես չեմ ուզում մեկին դատապարտեմ կամ մեկին, ամեն դեպքում այդ շանսը մենք ունենք, հնարավորությունը մենք ունենք, այն դեպքում որ արդեն մենք այդ ֆիդայական ջոկատներից վեր ենք ածվել պրոֆեսիոնալ կրվողների, բարիս բուն իմաստով։ Բանակի վերջից է։ Այո, բանակից էլ ավելի սարսափելի է, վստահացնում եմ։ Դա ուրիշ է, դա ուրիշ կերպար է, զինվորի ուրիշ կերպար է արդեն։ Էլ մենք չենք վախեցնում, մենք չենք արտում մեր դեմ քանի հազար թուրքա կանգնած։ Մենք գիտենք պետք է պահենք, պետք է հաղթենք, եթե չենք կարող հաղթենք, պետք է զոհենք ու անմահանանք։ Մենք դա շատ լավ գիտենք, գիտակցում ենք, որպես էլ վարվում ենք, բայց ունենք այսօր այն, ինչ որ մենք ունենք։ Մենք ասում են հաղթեցինք նաև ապրիլյան քարորյա պատերազմում, որն է այս տեսակետը չեն կիսում հաճախ, տարբեր մասնագետներ տարբեր դիտարկումներ ունեն։ Պարոն Հակոբյան, դուք կարող եք ասել, ինչպես է որոշվում հաղթանակը, այս կողմը հաղթեց, թե այն կողմը հաղթեց, եկեք որպես օրինակ վերցնենք ապրիլյան քարորյան։ Պատերազմից առաջ կողմերից յուրաքանչյուրը ձգտում է ունենալ ավելի լավ վիճակ, քան մինչև պատերազմն էր։ Բերում եմ մեր օրինակի վրա, պատերազմից առաջ Ադրբեջանը կան կողմը ուզում էր ունենալ ավելի լավ իրավիճակ, քան մինչև պատերազմն էր։ Բարեբախտաբար մեր ձեռք բերված հետախուզական փաստաթղթերը, թշնամու գործողությունների ծավալը, դրանց տարածական ընդգրկումը, կիրառված միջոցների քանակը հստակորեն թույլ է տալիս մեզ ասելու, որ թշնամին իր առջև դրել էր միանշանակ նպատակ՝ վերջնականապես լուծել Արցախի եւ արցախահայության հարցը, գրավել այդ տարածքը, բռնագաղթեցնել կամ ոչնչացնել այդ տարածքի բնակչությանը եւ հայկական կողմին պարտադրել իր ձեռնտու պայմաններով զինադադար։ Սա իրենց նպատակն էր, հանուն որի ապրիլի լույս 2-ի գիշեր իրենք սկսեցին ինչ-որ բան։ Որն էր հայկական կողմի նպատակը։ Առնվազն հակադարձել դրան, ինչ ասվեց, եւ հնարավորին դեպքում հասնել առավելության։ Սա ռազմական բանաձևն է։ Հիմա եկեք նայենք ով ինչ ունի այս վիճակում։ Այս վիճակում մենք ունենք թշնամական կողմ, որը չի հասել իր դրված խնդրին ոչ մի չափով, նույնիսկ գիտեմ արդեն ինչ են մարդիկ մտածում եւ ինչ է հիմա ասվելու, դա էլ հաշվի առնելով չի հասել իր նպատակին։ Հեկտարների քանակը թողնենք, սա այս հաղորդման պահ չեմ գտնում, ընդհանրապես նման հարցը եթերում քննարկելը, այո, դա նկատի ունեմ։ Հայկական կողմը հասավ իր նպատակին։ Գլխավորը հայկական կողմը հասավ իր նպատակին, թշնամական կողմը չհասավ իր նպատակին։ Սա մեկ, որ մենք հաղթել ենք զուտ ռազմական առումով, սակայն խնդիր ունի նաև բարեհոգեբանական կողմ։ Եկեք հələ մի պահ դիտարկենք խնդիրը մեր ադրբեջանական թշնամական կողմի տեսանկյունից։ Ինչ եղավ։ Իրենք 22 տարի գոռում էին։ Մենք 91-94 թվականին պարտվեցինք, որովհետև մեր մոտ հեղափոխություն էր, մենք լավ զենքեր չունենք, ռուսները ձեր օգտին էին գործում եւ ընդհանրապես Սփյուռքը համաշխարհային դավադրություն հայրը եւ այլ։ Այ հիմա դուք կտեսնեք։ Իրենք 22 տարի զենք առան, պատրաստվեցին, նոր սերունդ մեծացավ, որ իրոք հավատում էր, անակնկալ հարվածի գործոնով իրենք սկսեցին հարվածը ռուսական, չեմ ուզում ասել աջակցությամբ, բայց համենայն դեպս ոչ հայերին աջակցությամբ իրենց ուզած զինտեխնիկայով եւ իրենց ուզած պայմաններով եւ արդյունքում ունեցան կարելի ասել չնչին ձեռքբերում, թե իհարկե մեր հայրենիքի ցանկացած մետր ես երբեք չնչին չեմ ավարի, բայց զուտ ռազմական առումով չնչին արդյունք, ընդ որում մի քանի 100 գրեթե 800 են մասնագետները նշում կորուստ, հսկայական զինատեխնիկայի կորուստ եւ ամենակարևորը իրենց բանակը եւ իրենց հասարակությունը հոգեբանորեն կոտրվեց։ Ես վստահ եմ, որ կոտրվեց։ Այո, ասում են քարորյա պատերազմ, սակայն դա ընդհանրապես էպիզոդ էր։ Պատերազմը չի ավարտվել։ Մինչեւ այդ պատերազմ էր, դրանից հետո եւ մինչեւ այս պահը պատերազմ է։ Բանակում ռազմական գործում կա նահանջ հասկացությունը։ Մենք ընդհանրապես որոշ դիրքերից նահանջել ենք եւ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը հարմար չի գտել ինչ որ հանգամանքներով, այդ թվում ռազմական, քաղաքական արտաքին, այդ դիրքերը ձեռք բերելու համար համապատասխան ջանքեր թափել։ Պատերազմը շարունակվում է, խաղը շարունակվում է եւ մի քիչ կենցաղային է հնչում այդ միտքը, բայց ես հավատում եմ, որ մենք մի օր կարթնանանք եւ կպարզվի, որ մեր հատուկ նշանակության ուժերի հերոս տղաները այդ դիրքերը վեր հետ են բերել։ Դուք նորից Արցախ մեկնեցիք։
ապրիլյան քարորիայի ժամանակ, ինչով էր նման դա առաջին պատերազմին եւ ինչով տարբեր։ Գիտեք ինչ կա, տարբերությունը շատ մեծ է։ Պատերազմը մեր ժամանակներ նույն գրանց կայակներն էին, ռմբակոծում, նույն թնդանոթները։ Զինատեսակները փոխվել էին, իսկ ինչ մնում է մարտական գործողությունների ժամանակ մեր կորցրածին կամ մեր շահացին, ես չգիտեմ, կորցրածի մասին իհարկե խոսում են 800 հեկտար, բանդեզյան չեմ ուզում անդրադառնամ, բայց իմ շահույթը, ինձ համար շահույթը շատ մեծ է։ Դա նորից այն շահույթն է, որ ես հասկացա, նորից համոզվեցի մի բանում, որ հայ տղամարդը ից ծնես զինվոր է, ինչ սոցիալ-տնտեսական վիճակում ուզում է հայտնված լինի, ինչքան ուզում է վիրավորված լինի։ Ես չեմ գովերքում 800 հեկտարի տալը, ես ուղղակի զինվորի մասին եմ խոսում, մեր զինվորի հայ տղամարդի մասին եմ խոսում։ Այդ շահույթը այնքան մեծ է, որ այն 800 հեկտարի մասին ես կամաց ուզում եմ մոռանալ։ Պատկերացնում եք ինչ եմ ասում, նա թող որոշեն իրենք, բայց ես վստահացնում եմ, ադրբեջանցիներն էլ հասկացան, հայերն էլ հասկացան, որ մեզ Արցախից ոչ մեկ չի կարող դուրս քշել։ Շատ լավ, քանի որ մեր խնդիրը ի վերջո պատմության դասերը վերհանելն է, պարոն Հովհաննիսյան, պարոն Շահբազյան, յուրաքանչյուրը, որոնք են այդ դասերը, որ պիտի մենք այդ հաղթանակից ի վերջո քաղենք ու պետություն, պետականություն, որը գտնվում է փաստացի պատերազմի, չավարտված պատերազմի մեջ, կարողանանք ճիշտ օգտագործել։ Ենթադրենք պատերազմը երկար էր, տնտեսապես մենք ինչքան կդիմանայինք։ Չեմ ասում չէինք դիմանա, ինչքան կդիմանանք։ Ես հարց եմ տալիս, ամեն մարդ ինքն իր մեջ կարող է սրա պատասխանը փնտրել։ Մենք, որ կարողացանք այդ կազմակերպված հարձակումը շատ ավելի մեծ ուժերով, շատ ավելի արդիական զենքով եւ այլ, որ տեղի ունեցավ, եւ մենք կարողացանք կանխել, իմ կարծիքով չհաղթեցինք պատերազմը, կասեցրինք թշնամուն։ Էս է իմ բանաձևը, բայց մենք արդյոք 25 տարվա ընթացքում ճակատն այնպես կամ 20 տարվա ընթացքում արել էինք առավելագույնը, որ պիտի անեինք մեր բանակի համար, մեր դիրքերի համար, մեր բնագծի համար եւ այլ։ Ես հարցն եմ տալի։ Ուրեմն մենք պիտի իմանանք, որ ունենք առաջնահերթ խնդիրներ, որոնք ոչ հետաձգել կարելի է, ոչ աչքաթող կարելի անել, ոչ էլ կարելի է մտածել, որ հայ ժողովուրդը այսպես հավերժեկել է ու հավերժել կգնա, ոչ, մենք թշնամական շրջապատման մեջ ենք եւ ըստ այդմ մենք պիտի այսպես ուրիշ բառով չասեմ, մի քիչ ձիգ ապրենք եւ մի քիչ ավելի պատասխանատու լինենք, քան կանք։ Մենք պետք է ունենանք բանակ, պետական համակարգ, համահունչ քայլերի հաջորդականություն, որտեղ մեր դիվանագիտության գլխավոր զենքը մեր բանակի ձեռքբերումները պետք է լինեն եւ մեր բանակի ուժեղ բանակի արկայությունը։ Այն ինչքան էլ մենք ասենք Ռուսաստանը, Թուրքիան, Եվրոպան, Ամերիկան մեկին օգնում են, մեկին չեն օգնում, ցանկացած ուժեղ կողմ թե կյանքի մեջ, թե դիվանագիտության մեջ միշտ օգնում է նրան, ով որ կարողանում է իր իրավունքները պաշտպանել։ Պետք է միասին առաջ գնանք եւ կառուցողական քննադատության միջոցով փորձենք մաքրել այն ինչ որ կա։ Վիճարկելի լիքը բաներ կան չհասկացողներ, որոնք որ իրենք չեն հասկանում, որ պետք է մաքրվել եւ այլը, լուծումները պետք է փնտրել ոչ ագրեսիվ, այլ կառուցողական դաշտի մեջ, որպեսզի կարողանանք առիթ չտանք ուղակի քանդեն այն ինչ որ մենք հազիվ կառուցել ենք, առանց էլ շատ բացթողումների տեղեր մենք ունենք։ Եվ սա եթե մենք կարողացանք անենք, թույլ չտանք զարգացնա ոնց որ 20 թվականին, ինչպես 20 թվականին զարգացավ եւ հակառակորդ դաշտը օգտվեց սրանից եւ մեր դաշնակցի հետ միասին այս բանը քանդեց, մեզ վստահ եմ կհաջողություններ կարող եք մատնանշել, պարոն Հովհաննիսյան, 1-2 դասից ենք խոսում, դաս, որի արդյունքում այս անել կամ այն չանել։ Կոնկրետ գործողություններ, մաքուր բանակաշինություն, ուժեղ պետականաշինություն եւ հաշվարկված դիվանագիտական աշխատանք։ Հիմնական ձեռքբերումը անկախության դարաշրջանի գիտեք որն եմ համարում, որ մեր բանակը ինքը իր տակտիկական, օպերատիվ եւ ստրատեգիական կառուցվածքային գործողություններով եւ գործառույթներով դարձավ ազգային պետության բանակ։ Եկեք չմոռանանք, մենք ժառանգել էինք ԽՍՀՄ կայսերական բանակը եւ բարեբախտաբար հատկապես վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հստակ քայլերի առումով, դե բնական է, եթերում ես շատ փակագծեր չեմ բացի, մեր բանակը զենքերն էլ նույնիսկ թողնենք մի կողմ, զինվածություն եւ այլ, այնպիսի կառուցվածքային տեսք ունի,
որ առավելագույնս է օգտագործում Հայաստանի նման ազգային պետության հնարավորությունները եւ առավելապես օգտվում է մեր հակառակորդի թերություններից։ Բարեբախտաբար մենք կարողացանք եւ կարողանում ենք շնորհիվ մեր բավականին որակյալ ռազմական տեսաբանների համահունչ գնալ համաշխարհային ռազմատեսական մտքի զարգացումների հետ։ Կոպիտ ասած մենք չենք մնացել 70-ականների երրորդ համաշխարհային պատերազմի պատկերացումներով, այն ժամանակ բոլորը պատրաստվում են երրորդ համաշխարհային պատերազմի, որը չեղավ։ Բարեբախտաբար մենք այժմ կռվում ենք այն ձևով, այդ թվում նաև կառուցվածքային առումով, որը առավելապես է համահունչ մեր ազգին եւ պետությանը։ Ես բնականաբար նորից բացթողումներ հարգելի ձյան ամեն տեղ կա։ Իսկապես այդ բացթողումները ես չէի համարի, գիտեք, ես թույլ տամ, լավ, մի քայլ էլ ասել, ես ապրել այդքան էլ չէի համարի բացթողում ինչի։ Գիտեք, բոլորին հիմա բոլորը մոդա է այդ թվում եւ համացանցում ասում են հետախուզության սխալը։ Թողնենք մի կողմ եւ ես էլ այդ աստիճան նեղ ինֆորմացիայի չեմ տիրապետում, որ ասեմ որով անց, բայց եկեք մի օրինակ բերենք, որ շատ եմ բերում։ Պատկերացեք երկու հոգի կանգնած են իրար դիմաց, երկուսն էլ ունեն լարված ատրճանակներ, մատները ձգաններին, ուղղակի կողմերից մեկը, օրինակ ես, գիտեմ որ ոչ մի պայմանում առաջինը ձգանը չեմ սխմի, դա հայկական կողմն էր, եւ կա թշնամին, որը պատրաստվում է ձգան սեղմել, այսինքն ես խնդիր ունեմ տեսնել թե որ պահին իր մատը կսկսի ձգանը սեղմել, որովհետեւ առաջինը սեղմեմ։ Պարոն Եղիազարյան, ձեր կարծիքով որը պիտի լինի ապրիլի դասը։ Մենք հաղթեցինք այստեղ, չհաղթեցինք, թողենք մի կողմ այս ամենը։ Մենք ինչ պիտի անեինք, որ չարեցինք այս սրանից հետո, որպեսզի պահպանենք հաղթողի մեր ստատուսը։ Ինչ որ բան թերի է, ինչ որ բան լիարժեք է։ Գիտեք ինչ կա, ամեն մարդ յուրովի է տեսնում մարտադաշտը։ Գուցե բաներ կա, ասում ենք բավականին կտրված ենք բանակից, այդ բանից, գուցե նոր տեխնոլոգիաներ կան, ասենք որոնք պետք է կիրառվեն, ես չգիտեմ, բայց ես գիտեմ մի բան, որ ամեն մի խրամատ պետք է ավրացվի։ Ես դա ասել եմ, ասենք ազատազրկության ռադիոկայաններ եմ ասել, դոտերով, դզոտներով, հասկանում եք, երբ որ խրամատը հողից է, չէ՞ վերջապես 2-3 սնայալ պայթելուց հետո այդ խրամատը հողով լցվում է, ես զինվորը դուս է գալիս հողի երես, հասկանում եք, Աստված մի արած է, ցեզ ռմբակոծություններ լինի, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի կարողանանք ամրացնել խրամատները, որ մեր զինվորները արկից չզոհվեն, հասկանում եք, Ադրբեջանը միշտ էլ զենք շատ է ունեցել եւ առաջի պատերազմի ժամանակ եւ ոչ մի անգամ սնայրած արկ չի խնայել։ Եթե մենք ուզում ենք անկախ այս երկրում ապրենք, մենք պետք է ավտոմատիկ պոչը ամուր բռնենք, հասկանում եք։ Ես ժամանակին կարծեմ Խրիմյան հայրիկ էր, երբ որ գնացել էր հայկական հարցը լուծելու 1800-ական թվականի կեսերին, երբ որ ասաց, որ մեր շերեփը թղթից էր, նրանցը երկաթից էր, եւ դա այդպես նեղսրտած դուրս էր գալիս, կանցլերը Գերմանիայի կանցլերը գիտեք ինչ ասեց անկախություն, ազատություն, ուզում են Չեռնեգորիայի իշխանի նման թրիպոչը ամուր բռնած, այդպես են ուզում անկախությունը։ Մեր բանակն է, մենք պարտավոր ենք, գիտեք ինչ կա, մենք պարտավոր ենք հայերով բոլորս բանակին առանձին մարմին դիտելու։ Նա կապ չունի ոչ պետության հետ, ոչ իշխանությունների հետ, նա առանձին մարմին է, նա մեր վահանն է, որը մենք անընդհատ պետք է ուժեղացնենք։ Ամենակարևոր դասը մեր հաղթանակներից, մեկ բառով։ Իսկապես բաց թողումների գնահատում եւ համարժեք քայլերի իրականացում, այլ ոչ թե ուղղակի միայն ոգու եւ մնացած բաների վրա խոսակցություններ։ Ներքին թերությունների վերացում եւ երկրի հզորացում։ Մենք կարող ենք մեզ պաշտպանել, ոչ մեկ մեզ պետք չի, մենակ մենք մեզ չխանգարենք։ Մի բան է կարևոր հասկանալը, որ վերջին 25 տարիները անշրջելի իրողությունների մեզ բերեցին։ Օրինակ հայկական բանակի կայացումը, օրինակ այն, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, եւ ամենակարևոր գործը պիտի լինի հենց այդ ամենը պահպանելը ցանկացած գնով։ Եվ ինչպես արդեն սկզբում նաև մեկ անգամ ասացի, մեր հաղորդաշարը ունի մեկ նպատակ՝ կենտրոնում ունենալ պետականությունը եւ գտնել այն սխալները, որոնք մեզ խանգարել են երբևէ պահպանել մեր ունեցած պետականությունները։ Հիմա ոչ հետին խելքին ապավինելու ժամանակներ են, ոչ այլ ռուսական կամ որևէ այլ կողմնորոշման վրա հույս դնելու ժամանակներ են, ազգային շահով առաջնորդվենք։ Շնորհակալություն, եթերում պատմության դասերն ենք։ Մենք եթերում ենք յուրաքանչյուր երեքշաբթի եւ չորեքշաբթի ժամը 22:39 հորիզոնից անմիջապես հետո։